Տեխնացուի առաջին համարի հարցը։ Եվ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ եւ այս ամեն ինչ որ ասում եմ, անշուշտ քննարկվել եւ համաձայնեցվել է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Եվ տեղյակ եմ պահում, որ միաձայն եւ հանրապետական խորհուրդը եւ կուսակցության գործադիր մարմինը կայացրել է որոշում 1 մասնակցել առաջիկա ընտրություններին, որոշում 2 կուսակցության թեկնածու, վարչապետի թեկնածու առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Խիստ կարևորում ենք առաջիկա ընտրությունների մեր մասնակցությունը։ Սովորական ընտրություններ չի, խորհրդարան մտնելու խնդիր չէ բացարձակ։ Մենք այն գնահատում ենք այսպես. մեր երկիրը գտնվում է վտանգավոր ինքնիշխանության կորստի փուլում, մենք կորցնում ենք մեր պետականությունը եւ այս փուլում բոլոր նրանք ովքեր ուղղակի նպաստում են իշխանությունների օրակարգին։ Մեր խնդիրը շատ ավելի մեծ է, շատ ավելի մտահոգիչ է եւ մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ առավելագույնը մեծ դաշինք կամ այնպիսի դաշինք ձևավորելու համար, որով հնարավոր է մեր երկիրը փրկել ուղղակի այս գահավիժույց։ Մեր պետականության պահպանությունը հազարապատիկ ավելին է, քան խորհրդարան մտնելը։ Մեզ համար գերխնդիրը դա է եւ մեր միասնականությունը, բոլոր քննարկումների եւ քվեարկությունների նպատակը հենց սա է, այդ առաքելությամբ է, որ փորձում ենք մտնել նախընտրական պայքարի մեջ, դա մեծահոգության, լայնախոհության լինելու, մենք փորձելու ենք տարբեր ուժերի եւ տարբեր քաղաքականների մտավորականների, հայտնի իրավաբանների հետ իրավապաշտպանների հետ փորձել ձևավորել, որովհետեւ այսօրվա իշխանությունը ունի ընդամենը 10%, վերջին 3 մեծ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ իշխանությունները ունեն 10%-անոց ռեյտինգ, եւ 10%-անոց ռեյտինգի դեպքում չհաղթել այսպիսի իշխանությանը, ահա թե ուղղակի։ Կրկնում եմ, մեր նպատակը եւ ոչ մեկին առավել չէ, քան մերը ինքնիշխանության պահպանությունն է։ Մենք մտահոգ ենք, մենք տագնապած ենք մեր երկրի ինքնիշխանության եւ պետականության կորստից։ Ուստի պետքիրը մնում է պետականության վերականգնելը, Հայաստանի իշխանության վերականգնելը։ Այդ տրամադրությամբ, այս թիմով, կրեատիվ թիմով փորձում ենք այդ խնդիրը լուծել նաեւ այլ քաղաքական ուժերի հետ։ Շնորհակալություն այստեղ լինելու համար եւ հիմա ձայնը տալիս եմ մեր տեխնացուին, վարչապետի մեր տեխնացու